Ռուսաստանցի պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը հերթական անգամ ապուշություն է երկնել, այս անգամ ասելով, որ Ռուսաստանը պետք է Ուկրաինայի նման մի հատուկ ռազմական գործողություն էլ Հայաստանում իրականացնել։ Իհարկե Վլադիմիր Սոլովյովը նորվա հարթուղեղը չի, նա իր հարթուղեղությունը բազմաթիվ անգամներ է ապացուցել ու նրա այս տխմարաբանությունը ու այս ռետորաբանությունը ընդհանրապես նորություն չի նաև նրա թշնամական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի անկախության նկատմամբ, բայց այդտեղ մի ուրիշ հետաքրքիր բան կա, բա ուր են մեր ընդդիմադիրները։ Ուր են մեր այն ընդդիմադիրները, որ ադրբեջանական մամուլում ինչ-որ մի Չ կլասի փորձագետի ազգուշ կամ թեկուզ հենց թշնամական, այո, բառակապակցությունից միանգամից տենց թուրն առնում ու ընկնում են իշխանությունների կներեկարտադրությանս համար ջանին։ Բա տեսեք ինչեր են ասում։ Բա ժողովուրդ ջան, Վլադիմիր Սոլովյովը, ձեր սիրելի, նման արտահայտություն արել։ Աստղա Հայաստանի դեմ Ռուսաստանը պետքա փաստացի պատերազմ սկսի, բա ինչից են չեք անում։ Իրականում երկու տարբերակ կա, թե ինչից են չեք անում։ Առաջի տարբերակը այն է, որ վախենում եք, որովհետև Վլադիմիր Սոլովյովը ձեր շեֆն է, ձեր այդ կագեբեական հիերարխիայում ձեզնից ավելի բարձր դեր ունի, ու երկրորդ տարբերակն է, որ ձեր երազանքն էլ է այդ, որ Ռուսաստանը ստեղ ինչ-որ մի հատ ռազմական գործողություն սկսի, ձեզ այստեղ նամեստնիկի կամ բանի, գուբերնիայի գուբերնատորին ինչ-որ մի հատ կարգավիճակ տա։ Տենց չի։ Եթե տենց չի, ձեն հանեք։